Մենք միշտ հարկայինի մեր գործընկերների հետ հետևյալ պրինցիպն ենք ուզում օգտագործել։ Եթե դուք ոչ օրինապաշտ ստվերում աշխատողի դեմ սանկցիա կիրառելու կամ մեխանիզմ որոնելու պարագայում սպիտակ դաշտի աշխատողի համար ստեղծում եք պրոբլեմ, անկախ նրանից, թե ինչքան հրապուրիչ է դա, որ իրան կբերեք դաշտ, իրավունք չունեք դա անելու։ Հիմա մենք ինչի մասին ենք խոսում։ Ասում ենք այս է խաղի կանոններն, հարգելի հարկատու, այս խաղի կանոններով պետք է ապրես։ Առաջի անգամ քեզ զգուշացնենք։ Երկրորդ անգամ ինչ եք մեղմ հետը վարվում։ Ինչի եք ուզում մեղմ վարվենք։ Տրամաբանությունը ո՞րն է։ Դուք ինձ ասեք, որ դուք դրանով սպիտակ դաշտում, օրինապահ դաշտում աշխատողի նեղություն եք տալի, մենք դա մտածենք։ Բայց եթե մենք նեղություն ենք տալի քրոնիկ իրապարտականությունը չկատարող հարկատուին, պետքա ցավացնենք։ Հիմա օրենսգրքով սահմանված է 10-ից 20, ասում ենք, եթե առաջ անգամ նախազգուշացրեցիք 15 օր անցավ, ընդ որում պետքն էլ ասել 15 օր հետո արդեն կիրառ, այսինքն անցավ 15 օր ինքը միևնույնն է չի ուղարկում հաշվետվությունը կամ հարկը չի վճարում, այսօրվա սահմանված շեմի նվազագույնը կիրառի։ Երկրորդ անգամ արդեն իրան միանգամից ոչ թե նախազգուշացրու, այլ առավելագույն շեմը կիրառի։ Եկեք մի հատ թիվ որոշենք ու այդ անենք, բայց հստակ լինի, մեր բարձրացած հարցերը որ հստակ լինի։ Ցավացնող թիվ որոշեք։ Այդ թիվներ պետք է հաշվել, որն է։ Այդ թիվը նա է, որ էլ մտքով չանցնի։